Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում, եթե ունենայիք տրանսպորտային միջոց կօգտվեիք։ Ոչ մի դեպքում չի կարելի։ Դու քո թշնամուն հարստացնում ես։ Հայերը մետաքսի ճանապարհ են բացել, Չինաստան տես հազարավոր կիլոմետրեր տարել են, թե ինչ են, բայց իր թշնամու վրա չի ծախել իր ապրանքը։ Բայց հիմա ինչ, հետո ինչ, հետո այսօր էժան բենզին առա, այդ փողը նրա ջեբը լցրեց, նանեց ձենք ստեղծեց, վաղը իմ երեխուն, իմ թոռին, իմ ծոռին, գալով է տուն առնի, տեղ առնի, նստի, ասի իմնա։ Շատ սխալ բան է։ Թուրքը ոսկի կլնի, էլ ասամ տղա ջան։ Թուրքը ոսկի կլնի, կրպանը չգցես։ Ոտքդ կքրքրի, թունավորի կմնի կկորի։ Թուրքը մնում թուրք։ Ես ոչ մի բան ադրբեջանական, դաժե ես որ նայում եմ թուրքերը ման են գալ, ինձ համար աբիդնի է։ Ինձ համար աբիդնի է։ Իմ պապիկս ու տատիկս մամայիս կողմի մազապուրծ եղած են եղել։ Արևմտյան Հայաստանից տատս եղել է 9 տարեկան, պապս եղել է 13 տարեկան, որ գաղթել են։ Միջև պապս մահանալը ոտերը այսենց էր, 40 օր սարերով ձորը 6 ամիս եկել են, միշտ մերս լացում էր, ասում էր իմ պապան, միզի կոշիկ չհակավ կարգին, ինչ օրենք հաշե իրանք եկել են, ասում է ցեղասպանությունը պիտի պարզվի, ինչ էլ խոսես։ Ադրբեջանցիները նախ թուրքեր են, եւ ես իմ հայրը եւ մայրը ողորմի իրենց հոգիներին եւ ծեր անձանց մազաբուրգ փախել են այդ ջարտից։ Ինձ համար թուրքը եթե խնձոր լինի, մեզ մեր բապերը ասել են, քո ջեբը, քո գրբանը մի դի։ Դեգուս խնձոր լինի։ Ոչ մի դեպքում, դա ոնց են ասում սոված ծարամանած, բայց իրանցից բան չառնես։ Քո երեխեքին կոտոր է դա։ Բան, ու պայմաններ ա մեջ դնում, ասենք թե տարածքներ ա ուզում, այն կոպիտ ասած, եթե հանկարծ այս բանը չանես, այս կոտորը չտաս, պատերազմելու եմ, այս մեկը չտաս, սենց եմ անելու։ Ու ինքը դիմացը խոսող չկա, ոչ մի ձևի չի խոսում, մենակ իրանց ասածները բավարարում ա։ Հայկական ոչ մի բան չկա, հայկական շահ պնդող չկա։ Ոչ կուզեի ոչ, կարող եմ յորել լցնի, նախ նրանք մուխանաթ ազգեն, ես իմ կյանքը վախենալով չեմ լցնի, ուրիշին չգիտեմ, որտեղ ինքը մուխանաթ է, ինքը թշնամի, ես էտամ իմ թշնամուն ասեմ բարև, ինքը բարև տալուց մի բան կա մեջը, որ բարև է տալի, 100%-ով։ Բենզինը, որ մտնում է Հայաստան, նա շահում է միայն ներկրողը, ես ձեզ ասեմ, ներկրողն է շահում, եթե իրանց մարդկանցից է հաստատ, ինքն է շահում, ճիշտ ասած ես որպես քաղաքացի ես դեմ չեմ հարևանների հետ բարիդրացական հարաբերություններում, բայց կա բարիդրացական հարաբերություններ ոչ թե ասենք վասալի եւ ստրուկի կարգավիճակով, այլ հավասարը հավասարի հետ, ես այդքան բան կասեի։